Արցախի իշխանություններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանն ինքնուրույն հատած անչափահաս քաղաքացուն։ Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ հայ գյուղացիների կողմից հայտնաբերված անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի։ Իր իսկ ներկայացրած վարկածով նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը, անցնել Թուրքիա։ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, այսօր լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը։ Եվրադատարանում ավելանում են ընդդեմ Հայաստանի որոշումներ, իսկ Միացյալ Նահանգների կառավարությունը ավելի քան $2 միլիոն լրացուցիչ օժանդակություն է ցուցաբերում կառավարությանը դատաիրավական ոլորտի բարեփոխման համար։ Արդյունավետությունը գնահատում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։ Ինչու իշխանությունը փոխեց խաղի կանոնները, Սյունիքի նախկին մարզպետն իր ազատման ու Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերանշանակման մասին։ Օֆշորային սկանդալի գործով ամբաստանյալ համարվող Աշոտ Սուգյացյանի եւ Դուժող Փայլակ Հայրապետյանի միջև երկար սպասված առերեսումը չի կայացել։ Ունեզրկված գործարարը առերեսում պահանջում է Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ arczepiskopos Կճոյանի հետ։ Արցախի իշխանություններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Արցախի սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ադրբեջանի անչափահաս քաղաքացուն։ Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը, փոխանցումը տեղի է ունեցել այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Փաշ-Քարվենդ գյուղի մոտակայքում։ Սեպտեմբերի 7-ին Արարատի մարզի Սուրենավան եւ Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող գյուղաբնակները սահմանախախտի էին հայտնաբերել ու վերջինիս հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին։ Այսօր պարզվել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ հայ գյուղացիների կողմից հայտնաբերված անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի 1988 թվականին ծնված Պարիզ Սատարա։ Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը, անցնել Թուրքիա, որտեղ հանդիպելու էր Վան քաղաքում բնակվող իր ընտանիքին։ Այս տարի Հայաստանի եւ Իրանի ու Ադրբեջանի սահմաններին զգալի քանակությամբ հերոինի առգրավումներով պայմանավորված ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությամբ այսօր կազմակերպվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ կոնֆերանս, որին ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ Բարեփոխումներին միտված ԱՄՆ դեսպանատան աջակցությունների շրջանակում ԱՄՆ կառավարությունը ավելի քան $2 միլիոն լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանի դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար։ Դեսպանին հարցրեցինք, ինչպես կգնահատի դատաիրավական ոլորտում բարեփոխումների արդյունավետությունը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Եվրադատարանում շարունակվում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշումներ կայացվել։ We've been working with Armenia all parts of the judicial sector. Դատաիրավական համակարգի տարբեր ուղղություններով մենք Հայաստանի հետ արդեն աշխատում ենք ավելի քան 10 տարի։ Ցանկացած երկրում այս ոլորտում անելիքները շատ են։ Քրեական գործերի քննությունից մինչև քրեական հետապնդում եւ դատական հանգուցալուծում։ Անելիքները շատ են եւ այդ ճակատամարտը երբևէ չի ավարտվում։ Նման գործերը դյուրին չեն անգամ Միացյալ Նահանգներում։ Վերջինս ներկայացրեց իր հարազատ քաղաքում Միսսուրիում տեղ ունեցած մի դեպք, երբ ոստիկանը սպանել էր անզեն քաղաքացու։ I don't know any of the details of that case. Այդ գործի մանրամասները ինձ հայտնի չեն, սակայն ուզում եմ ասել, որ դժվար է նման գործերը քննել, հետապնդել եւ դատարանում արդար դատավճիռ ստանալ բոլորի համար։ Արդարադատության ոլորտում Հայաստանն ունի առաջընթաց, բայց մենք շարունակելու ենք աշխատել եւ համագործակցել, որպեսզի հասնենք հնարավորինս լավ արդյունքների բոլորի համար։ Until we can
do as much as we can to help. Դեսպանն անդրադարձավ նաև Որոտանի գործարքին, նշելով, որ այն դեռևս բանակցությունների փուլում է։ Դիտարկմանը, թե դա կապված է ռուսական կողմի ճնշումների հետ, դեսպանը պատասխանեց. Բանակցությունները Հայաստանի կառավարության եւ տվյալ մասնավոր ձեռնարկության միջև են։ Մենք լիովին սատարում ենք եւ լիահույս ենք, որ այս գործարքը բարեհաջող ավարտին կհասցվի ի գոհունակություն երկու կողմերի։ Interest of both parties. Այսօր լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, վերջինս վստահեցրեց. մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են։ Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլոր իրականացված են, իհարկե կան չբացահայտված առանցին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված։ Իդեպ մարտի 1-ի հարցով քննչական խմբի ղեկավարի անունը մինչև օրս չի հրապարակվել, Աղվան Հովսեփյանը եւս այս հարցին չպատասխանեց, հորդորելով դիմել համապատասխան մարմնին, հատուկ քննչական ծառայությանը։ Լրագրողներից մեկն Աղվան Հովսեփյանին փոխանցեց իր իրավահաջորդի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մեղադրանքները, թե Աղվան Հովսեփյանի ժամանակ ոլորտում համակարգային կոռուպցիա է եղել եւ այժմ դատախազությունում իրականացվող կադրային ջարդը պայմանավորված է այն փաստով, որ այդ կադրերն իրենց աշխատանքը չեն պատկերացնում առանց կոռուպցիայի։ Չնայած որ Աղվան Հովսեփյանի մամլոխոսնակ Սոնա Տրուզյանը պնդեց, որ լրագրողը Կոստանյանի խոսքերը ենթատեքստից կտրված է ներկայացնում, այնուամենայնիվ Աղվան Հովսեփյանը հարկ համարեց վստահեցնել, որ համակարգված կոռուպցիոն երևույթները վաղուց վերացված են։ Իհարկե բոլոր տեղերում ժողովրդի ասացի հետ համաձայն եմ, չկա գյուղ, որ շունչը լինի, ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, որ ընդհանրապես կոռուպցիան վերացած է եղել եւ այսօր էլ վերացած է, որովհետեւ մշտապես հնարավոր են եւ կգտնվեն անձինք, որոնք գողություն կարող է անել ընդհանուր սկզբունքներից դուրս։ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանեց նաև իրավապաշտպանների այն դիտարկմանը, թե այս նոր մարմինն անկախ չի լինելու եւ պաշտպանելու է իշխանության շահերը։ Իրավապաշտպանների նման մոտեցումը ինչ որտեղ արդարացված է, որովհետև անկախ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության մեջ, մեր հասարակության մեջ, բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակով։ Այստեղից էլ բնականաբար պետք է մտահոգություն առաջացներ քննիչների ինքնուրույնության խնդիրը։ Իդեպ նորաստեղծ քննչական մարմնի պետը դեռևս տեղակալներ չունի, անունները պարզ կլինեն մի քանի օրից տեղեկացրեց Աղվան Հովսեփյանը։ Սյունիքի նախկին մարզպետ Վայե Հակոբյանով հիշեցնենք նախորդ շաբաթ կառավարության որոշմամբ ազատվեց մարզպետի պաշտոնից եւ նշանակվեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Սյունիքի մարզն ունի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, ով իր լիազորությունների շրջանակներում աշխատում է։ Նշենք, որ Հակոբյանի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո շրջանառվող տեղեկությունների համաձայն մարզպետի պաշտոնում կվերանշանակվի Սուրիկ Խաչատրյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, երկար տարիներ ղեկավարել է այդ մարզը։ Սուրիկ Խաչատրյանի եւ իր մերձավորների անունները կապվում են մի շարք աղմկահարույց միջադեպերի հետ։ Տեսնում է արդյոք վերջինիս մարզպետի պաշտոնում Վայե Հակոբյանը անուններ տալ նա հրաժարվում է։ Չեմ ուզում ինչ-որ անուններ տալ, դա իմ տիրույթից դուրս է։ Իմ կարծիքով մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ եւ բոլոր Վայե Հակոբյանի խոսքով իշխանություններն են որոշել իրեն մարզպետի պաշտոնից ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակել։ Ինքն էլ որպես թիմի անդամ համաձայնել է։ Նախկին մարզպետը նաև նշեց, որ ինքը չգիտի, թե այս պահի դրությամբ սյունեցիները ում են տեսնում ղեկավարի պաշտոնում։ Մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները տարածաշրջանում, բնականաբար որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով, բայց ամենայն դեպս նվիրումով եւ կատարսիրով կատարել են պարտականությունները։ Հավելենք, որ Վայե Հակոբյանը եւ նրա հայրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ըստ հրապարակումների վերջին շրջանում մշտապես լարված հարաբերությունների մեջ են եղել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ։ Իդեպ վերջինս անդրադառնալով իր հնարավոր վերանշանակմանը հայտարարել էր, թե առաջարկության դեպքում կհամաձայնի։
Օֆշորային սկանդալի գործով ամբաստենյալ համարվող Աշոտ Սուքիասյանի եւ գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի միջև երկար սպասված առերեսումը չի կայացել։ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Փայլակ Հայրապետյանը չի ներկայանում առերեսման։ Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան արտահանձնեցին հունիսի 19-ին։ Արտահանձնումից հետո տեղեկություն տարածվեց, թե վերջինիս հարցաքննությունից անմիջապես հետո տեղի է ունենալու առերեսում։ Նախապես հրապարակվել էր նաև առերեսումը պետք է տեղի ունենար օգոստոսի 15-ին։ Պատճառն այն է, որ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը ցանկություն ունի առերեսվելու ոչ թե Աշոտ Սուքիասյանի հետ, այլ ըստ գործարարի նրանց, ովքեր օֆշորային սկանդալի գլխավոր դերերում են՝ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ arczepiskopos Կճոյանի։ Իսկ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը պնդում է, որ հիշյալ անձինք օֆշորի գործի հետ կապ չունեն։ Փաստաբանը հրապարակել է նաև իր պաշտպանյալի ցուցմունքը, ասելով, որ Աշոտ Սուքիասյանը ցանկացել է Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ arczepiskopos Կճոյանին լավություն անել։ Այդ իսկ պատճառով նրանց անուններով ընկերություն է բացել։ Իսկ թե ինչպես է ստորագրություններ դրվել Տիգրան Սարգսյանի ու arczepiskopos Կճոյանի անուններից, այդ հարցն ըստ փաստաբանի քննությունը կպարզի։ Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանն իր ունեզրկման հարցում մեղավոր է համարում Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետերեր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանին ու ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին։ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի վաղը, այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ըստ այդմ Եվրամիության խորհուրդը կարող է վաղը նոր պատժամիջոցներ սահմանել, սակայն կարող է եւ աստիճանաբար չեղարկել դրանք, կախված այն բանից, թե ինչպիսի զարգացումներ կգրանցվեն Ուկրաինայում։ Հրապարակված տեղեկությունների համաձայն պատժամիջոցների սահմանում ավելի շատ կոչված է ցույց տալու Եվրամիության միասնականությունը։ Ավելի վաղ հայտնել է դարձել, որ այսօր Եվրամիության դեսպանները քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության նոր պատժամիջոցները ենթադրում են նավթարդյունահանման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության սահմանափակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման 25 միլիոն դոլար է հատկացրել Իրաքի կառավարությանն ու Իրաքյան Քրդստանի իշխանություններին շտաբ ռազմական օգնության նպատակով, ինչպես նաև Միացյալ Նահանգները 475 ռազմական խորհրդատու կուղարկի Իրաք։ Այս մասին իր ելույթում ասել է Բարակ Օբաման։ Նրա խոսքերով համապատասխան միջոցները հատկացվել են Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Միացյալ Նահանգները 48 միլիոն դոլար կհատկացնի իրաքցի փախստականներին եւ Իրաքում միջազգային կազմակերպություններին։ Իրաքյան Հավրեսկ գյուղի հայերը եւս պատրաստ են դիմակայել այսպես կոչված իսլամական պետության սպառնալիքներին։ Նրանք իրենց ֆերմերական հագուստը փոխել են զինվորական համազգեստով եւ ինքնապաշտպանության նպատակով զինվել, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ Հայաբնակ գյուղի առաջնորդն ամեն գիշեր հանդիպում է գյուղը պաշտպանող տղամարդկանց հետ, աջակցելու նրանց ջանքերին։ Գյուղը ներկայում անվտանգ է, սակայն նրանք ցանկանում են պատրաստ լինել հնարավոր հարձակումներին։ Գյուղը գտնվում է Մոսուլից 70 կիլոմետր հեռավորության վրա, որը ներկայում իսլամական պետություն խմբավորման վերահսկողության տակ է։ Նշվում է, որ գյուղը 1920 թվականներին հիմնել է Լևոն Շաղոյանը, ով եղել է Վասպուրականի առաջնորդներից մեկը։ Ներկայում գյուղում բնակվում է 90 հայկական ընտանիքներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Սաուդյան Արաբիա, արաբական երկրների եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ քննարկելու իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի ջանքերը։ Համատեղ խորհրդակցություններին կմասնակցեն Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։ Ավելի վաղ Քերին այցելել էր Իրաքի մայրաքաղաք, որտեղ հանդիպել է Իրաքի նոր վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ, աջակցություն հայտնել արմատական իսլամիստների դեմ պայքարում։ Մոտ 2 շաբաթ առաջ Գոլանի բարձունքում գերեվարված ՄԱԿ-ի խաղապահներն ազատ են արձակվել։ Ավելի վաղ խաղապահներին ազատելու մասին հաղորդագրություն էր հայտնվել Ֆիջիի տեղեկատվության նախարարության Facebook-յան էջում, սակայն ավելի ուշ երկրի իշխանությունները այն հերքել էին։ Հիշեցնենք, օգոստոսի 28-ին զինյալները Ֆիջիից գերի էին վերցրել 45 խաղապահի։ Իտալիայի առափնյա ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են մերձավոր արևելքից եկած միգրանտներով լի նավակ։ 72 ժամ տևած օպերացիայի ընթացքում սահմանապահները առնվազն 460 փախստականներ են վերցրել Սիրիայից, Պաղեստինից եւ Բենգալիայից։ Նրանց թվում 77 կին, որոնցից 7-ը հղի եւ 90 երեխաներ։
Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործման փաստերի հայտնաբերման գործով քզակի առաքելությունը այդ տեղեկության, այսպես ասած, վստահելի ապացույցներ է գտել։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ Նկարագրությունը, ֆիզիկական բնութագիրը, գազի բնութագիրը, դրա ազդեցության ախտանիշները, տուժածների արձագանքը բուժմանը մեծ վստահությամբ առաքելությանը հանգեցնում են այն եզրակացությանը, որ խոսքը քլորի մասին է, մաքուր կամ դրա խառնուրդի, ասել են փորձագետները։ Զեկույցում նաև ասվում է, որ քլորը կիրառվել է Թալմանես, Էլ-Թամանահ եւ Քաֆր Զեյդ բնակավայրերում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային մասում, իսկ թե ով է այն կիրառել, զեկույցում չի նշվում։ Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը մեծ հույսեր է կապում Շոտլանդիայի հանրաքվեի հետ, ընդգծելով, որ դրա ելքից է կախված նաև իսպանական ինքնավար մարզի հանրաքվեի ճակատագիրը, որը տեղի իշխանությունները մտադիր են անցկացնել այս տարվա նոյեմբերի 9-ին։ Նրա հավաստմամբ դա շատ կարևոր է, քանի որ եթե Շոտլանդիայի նման երկիրն իրավունք ունի որոշել իր ապագան, դա արտարածիկ լինի նաև Կատալոնիայի համար, ասել է նա։ Հետազոտությունը, որն անցկացվել է շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի հովանու ներկոչույց է տալիս, որ երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել։ Գիտնականները նշել են, որ Անտարկտիդայի վրա գտնվող օզոնային անցքը դադարել է տարեցտարի մեծանալ, սակայն դեռ շուրջ 10 տարի է պետք, որպեսզի այն սկսի փոքրանալ։ Գիտնականները կարծում են, որ սա տեղի ունեցել շնորհիվ մի շարք քիմիական նյութերի արտադրության արգելքի։